2025 թվականին ֆուտբոլի ասպարեզում ինչ հաջողություններ ունեցանք եւ ինչ սխալներ թույլ տվեցինք, որ 2026 թվականին մեծ հաջողություններ կբերեն մեզ։ Ֆուտբոլի ասպարեզում բնականաբար ամենամեծ հաջողությունը թերևս Նոայի այսպես հաջող ելույթներն են եվրոպական մրցասպարեզում եւ Նոայի հայտնվելն էր Եվրագավաթի գարնանային հատվածում։ Դա շատ կարեւոր էր հայկական ֆուտբոլի համար, Հայաստան պետության համար, աներկբա է, դա անվիճելի է։ Այլ հարց է, որ դա բնավ Հայաստանի հայկական ֆուտբոլի զարգացման հետ որևէ առնչություն չունի, քանի որ դա միայն ու միայն մասնավոր ներդրումների եւ մասնավոր մարդկանց հաջողության արդյունք է, այդ Նոայի ձեռքբերումը դա միայն մասնավոր ներդրումների շնորհիվ է։ Պետությունն այդտեղ որևէ աջակցություն չի ցուցաբերել, եթե չասենք ավելին, ժամանակին Նոա ակումբը կոչվում էր Արցախ, հետո վերանվանվեց, դարձավ Նոա, հիմա պատկերացրեք կարող էր Արցախ ֆուտբոլային ակումբը խաղալ Եվրագավաթի գարնանային հատվածում, բայց դա եկեք չքաղաքականացնենք։ Բնականաբար տարին բավական խառն էր առհասարակ հայկական ֆուտբոլում եւ հայկական սպորտում, եթե սպորտի վերաբերյալ մենք պետք է խոսենք, ապա այստեղ շատերը կլինեն, ովքեր կմատնանշեն մեր հաղթանակները, մեր չեմպիոններին, Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալը, որը շատ կարևոր էր, Լաշատ Ալախաձեի բացակայությամբ հենց Վարազդատ Լալայանն է լինելու մեր հավաքականի գլխավոր հույսը Օլիմպիական խաղերում եւ նրա աշխարհի չեմպիոն դառնալը ինձ թվում է ամենադրական երևույթներից, չեմ սխալվում, այս տարի դարձավ Վարազդատ Լալայանը աշխարհի չեմպիոն, եթե ես չեմ սխալվում։ Բայց միևնույն ժամանակ չեն կարող չնշել խնդիրները, որոնց առջև բախվեց հայկական սպորտը։ Դա իհարկե դարձյալ ծանրամարտի հավաքականի մասին պետք է խոսենք, Փաշիկ Ալավերդյանի պաշտոնանկություններ, Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի անմիջական ցուցումով ազատվեց աշխատանքից Փաշիկ Ալավերդյանը, մարդ, որ 20-ից ավելի տարի, 30 տարի մոտավորապես նվիրեց իր կյանքը Հայաստանի ծանրամարտին եւ տասնյակ ոսկե մեդալներ բերեց Հայաստանին եւ հիմա պարզապես հենց այնպես Փաշիկ Ալավերդյանը դուրս մնաց։ Պաշտոնանկ եղավ, այնպես որ սա ինձ թվում է մեր 2025 թվականի հայկական սպորտի ամենալուրջ կորուստն էր, ամենալուրջ կորուստը, ով որքան կցանկանա կարող է քննադատել Փաշիկ Ալավերդյանին իր մոտեցումների համար, իր կոնֆլիկտային լինելու համար, բայց հնարավոր չէ ուղղակի անտեսել այն ինչ արել է նա Հայաստանի համար, Հայաստանի հավաքականի համար։ Ձեռքբերումը, գլխավոր ձեռքբերումը Նոայի հաջողությունն է Եվրագավաթներում եւ իհարկե բացթողումը, գլխավոր բացթողումը Փաշիկ Ալավերդյանի պաշտոնանկությունն էր։ Հայկական սպորտը զարգացնելու ուղղությամբ ըստ ձեզ իշխանությունները ինչ որ քայլեր ձեռնարկել են, մանավանդ որ տարվա ընթացքում լսում էինք, որ ֆուտբոլի դաշտեր, կարելի ասել մարզադաշտեր են ուզում կառուցել, սա ինչ փուլում է գտնվում 2026 թվականին, ինչ որ արդյունք ըստ ձեզ մենք կտեսնենք, թե դա կլինի նույն խոսակցությունները, ինչ որ լսեցինք 2025 թվականին։ Նայեք, այն ինչ որ դուք ասացիք, ստադիոնների կառուցում եւ այլն, դրանք լինելու են միանշանակ, բայց նորից եմ նշում, դրանք բացառապես մասնավոր ներդրողների շնորհիվ են։ Ուրարտու ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը նախաձեռնել է ստադիոնի կառուցում Ստեփանավանում, մարզաբազայի կառուցում Ստեփանավանում, Նոա ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նոր ստադիոն է կառուցում, բայց դրանք նորից եմ նշում, դրանք պետության հետ որևէ կապ չունի։ Իհարկե պետական չինովնիկները ամեն գնով ցանկանում են ինչ որ դիվիդենդներ շահել ցանկացած հաջող մրցելույթից հետո, երբ օրինակ Նոան դուրս եկավ play-off pool, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ սկսեցին գրառումներ կատարել, որպեսզի իրենց անունը այսպես մոտ գրեն իրենց անունը Նոայի այսպես հաջողության կողքը, բայց ֆուտբոլասեր մարդը, սպորտասեր հասարակությունը լավ է տեղյակ, որ պետությունը ընդհանրապես ոչինչով չի աջակցել Նոային ոչ մի կերպ, ոչ պետությունը, ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ այլն, այսինքն դա Նոայի հաջողությունն է բացարձակապես միայն ու միայն, այնպես որ մարզադաշտերի կառուցման տեսանկյունից պետական միակ մոտեցումը դա
ազգային մարզադաշտի կառուցումն է, որը տարիներ շարունակ այսպես թղթի վրա է, բայց ոչ մի կերպ կյանքի չի կոչվում։ Մոտավորապես դա կարող ենք այսպես ձևակերպել, որ ազգային ստադիոնը դա Աջափնյակի մետրո կայարանի քույրն է կամ եղբայրն է։ Այսինքն գոյություն չունեցող ինչ որ մի կառույց, գոյություն չունեցող ինչ որ չգիտեմ, մի բան, որը որ մենակ թղթի վրա է, հասկանում եք, այսինքն ֆանտաստիկ հերոս է ազգային ստադիոնը, Աջափնյակի մետրո կայարանը, նույն հաջողությամբ մենք ունենք տիեզերանավ, նույն հաջողությամբ մենք ունենք, չգիտեմ, նավաշինության, չգիտեմ, ինչ որ մի բան, ցանկացած բան կարող ենք մենք, թուղթը ամեն ինչ ընդունում է, ճիշտ է։ Հետևաբար սպորտի զարգացման վերաբերյալ իհարկե պետությունը փորձում է անել, ցանկանում է անել ինչ որ բաներ։ Ես վստահ եմ, որ ցանկանում է։ Չկա երևի թե ինչ որ մի մարդ որ չուզենա որպեսզի սպորտը զարգանա ինքնուրույն, բայց կան բազմաթիվ նյուանսներ, որոնք խանգարում են սպորտի զարգացմանը։ Էականը իհարկե ֆինանսական միջոցներն են, որոնք որ մեր երկրում պարզապես բացակայում են եւ հերքում եմ ես անձամբ լինելով լրագրող ես հերքում եմ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը որ Հայաստանում փողի խնդիր չկա Հայաստանում փողի խնդիր կա եւ փողի բացակայության պատճառով է հայկական սպորտը նման վիճակում եւ միևնույն ժամանակ ես հաստատում եմ Արմեն Նիկողոսյանի խոսքերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ որ ֆուտբոլը եւ սպորտը պետք է լինեն ինքնաբավ պետությունը պետք է աջակցի միանշանակ բայց միևնույն ժամանակ սպորտը պետք է լինի եկամտաբեր գործ սպորտը պետք է գումար վերարտադրի սպորտը պետք է ինքնուրույն ինչ որ պետությունից կախված չլինի դրա համար պետք են հովանավորներ դրա համար պետք են ներդրումներ բայց նորից եմ նշում մեր երկրում ոչ մի բանը նորմալ չի կար ժամանակին իհարկե հնարավորություն զարգացնելու սպորտը բուկմեյքերական ընկերությունների շնորհիվ սակայն պետության միջամտության բուկմեյքերական ընկերությունների գովազդը դադարեցվեց որը որ ֆինանսավորում էր բազմաթիվ ֆեդերացիաներ, նույն բռնցքամարտի հավաքականին, չգիտեմ, ֆինանսավորում էին բուկմեյքերականները, նրանք մեկնում էին մրցավար եւ այլն եւ այլն։ Բայց հետո, չգիտես ինչու, բուկմեյքերականների գովազդը արգելվեց եւ կտրվեց ֆինանսավորումը շատ բաների, ոչ միայն սպորտային կառույցների, ֆեդերացիաների, հավաքականների, այլ նաեւ մի շարք մարզական կայքերի գործնեությունը, հեռուստատեսությունների գործնեությունը, ամեն ինչ փող կապակցված է, հասկանում եք, միայն սպորտը չէ, այսինքն պետական զարգացման ծրագիրը որպես այդպիսին բացակայում է եւ սպորտը Հայաստանում զարգանում է բացառապես կենացային մակարդակով